Պարոն Բաբայան, այսօր Ռուսաստանի Դաշնությունում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս հարաբերությունների ֆոնին, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ֆոնին նախ ինչ կանխատեսումներ ունեք այս հանդիպումից։ Դե հանդիպմանը դրական են վերաբերվում, ինքնին որպես փաստ, դա դրական է, որովհետեւ նա մանավանդ աշխարհական իրադարձությունների հետևանքով Հայաստանը ունի կարիք Ռուսաստանի հետ իր հարաբերությունների կարգավորման։ Ես ասել եմ, ելի կասեմ, որ անցյալ փորձը եւ այն անհասկացվածությունը, խնդիրները, որ առաջացել էին հայ-ռուսական հարաբերությունների մեջ, պետք է մեր դիվանագետները, մեր երկրի, ուրեմն այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, առավել մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի բարելավեն այդ հարաբերությունները։ Այս կոնտեքստում բնականաբար դրական, բայց ինչ վերաբերվում է ապագա կանխատեսումներին, կարծում եմ հանդիպումից հետո նոր դա կերևա եւ կարող ենք այն ժամանակ կանխատեսումներ անել, որտեղ այս պահին անիմաստ է դեռ կանխատեսում։ Կողմերը նախատեսել են քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշինքի ներկայվիճակը եւ հեռանկարները, ըստ էության բավականին լարված հարաբերություններ ունի Հայաստանը եւ Ռուսաստանը, այս առումով ինչպիսի գնահատական կտակ։ Նայեք, Հայաստանի ղեկավարությունը Եվրոպայում մի բան է ասում, հետո Հայաստանում մի այլ բան է ասում, Մոսկվայում լրիվ այլ բան է ասում։ Այս ամենի կոնտեքստը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանը պետք է հստակ արձանագրի, որ թղթերի վրա գրված, այսինքն ստորագրած միակ մեր ռազմավարական դաշնակիցը այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունն է, անկախ նայած մենք ունենք հարցեր, ունենք դժգոհություններ, այս ամեն ինչը կա, մենք չենք կարող աչքափակել, բայց թղթի վրա դեռևս դա է իրավիճակը եւ ասեմ ձեզ ավելին, Հայաստան-Ռուսաստան, հայ-ռուսական հարաբերությունները միշտ չի որ լավ են եղել։ Շատ մարդիկ ուղղակի դրա մասին այսօր չեն խոսում։ Նույն 90-ական թվականների սկզբին մենք ունեցել ենք խնդիրներ փլուզվող սովետական միության հետ։ Ռուսաստանը մեր հետ ունեցել է խնդիրներ, մենք ունեցել ենք իրանց հետ խնդիրներ։ Հետո կարգավորվել են այդ հարցերը, Ռուսաստանը սկսել է մեզ օգնել։ Հետո ինչ որ մի էտապ է եկել, ելի մենք ունեցել ենք խնդիրներ։ Գիտեք, սա վստահություն, սիրել, չսիրել, չգիտեմ, մենք անդադ փրկիչներ ենք ման գալիս եւ ուզում ենք կամ Եվրոպան, կամ Ռուսաստանը, կամ Ամերիկան մեզ փրկել։ Մեզ ոչ մեկ չի փրկելու։ Մեզ փրկողը մենք ենք, Հայաստանի քաղաքացիները եւ հայ ժողովուրդն է։ Այլ հարց է, թե ինչպիսի հարաբերություններ մենք կձևավորենք, ինչպես մենք կկարողանանք այս ամենը համակարգված իրականացնել։ Սա է գլխավոր օրակարգը եւ ես էլ եմ ասում, օգտվելով արդից այսօր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է, տեսնում եք ինչ է կատարվում Իրանում, ըստ էության արևմուտք-Իրան հակամարտությունը մեր սահմանների ուրեմն կողքին է կատարվում եւ մենք ոնց կարող ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները այս ընթացքում համենայնդեպս ջանքեր չգործադրել, որ այդ հարաբերությունները լավանան։ Պարոն գործող իշխանությունը խոսում է հիբրիդային պատերազմի մասին ու այդ պատերազմի մեղադրանքը վերագրվում է հենց Ռուսաստանի Դաշնությանը, դուք նախ ինչպես կարծեքանք առհասարակ Հայաստանում այս պահին կա հիբրիդային պատերազմ եւ արդյոք դա հենց Ռուսաստանի կողմից է գործված։ Նայեք, հիբրիդային պատերազմը ինքը ունի տարբեր բաղկացուցիչ մասեր։ Հիբրիդային պատերազմը ինքը շատ ավելի ընդարձակ եւ լայն հասկացողություն է։ Հիբրիդային պատերազմի մեջ մտնում են եւ տեղեկատվական պատերազմները, եւ տնտեսական պատերազմները, եւ նաեւ ռազմական ուժի կիրառումը եւ այլն, Հիմա այս պարագայում հիբրիդային պատերազմի մեղադրանքների շրջանակում հիմնականում խոսվում է տեղեկատվական պատերազմի մասին։ Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում քաղաքական պայքարի շրջանակներում կան ուժեր, կան մարդիկ, ովքեր իրականացնում են հիբրիդային պատերազմներ տեղեկատվական ոլորտում։ Եվ հիմա նաև գիտենք, որ այս ընտրությունների մասնակից որոշ ուժեր կապվում են նաև Ռուսաստանի հայտնի շրջանակների հետ, ունեն կապեր Ռուսաստանում, ունեն կապիտալ Ռուսաստանում։ Եվ այդ առումով կարող են նման գնահատականներ հնչել, բայց իրականության հետ դա կապ ունի թե չէ, ես կարծում եմ չունի, որովհետև հիբրիդային պատերազմը դա շատ ավելի լուրջ, ավելի ընդգրկուն եւ ավելի ոնց ասեմ, ծանր հետևանքներով գործընթացներ են նամանավանդ մեր նման պետությունների նկատմամբ։ Ես չեմ հավատում այդ հիբրիդային պատերազմ կոչվածին, բայց հավատում եմ մի այլ բանի, որ կա մեծ դոզավորման սուտ եւ կեղծիք
Եվ օբյեկտիվորեն եթե նայենք, քաղաքական պայքարի մեջ այդ սուտն ու կեղծիքը օգտագործվում է։ Հիմա մեկը դա կարող է անվանել հիբրիդային, մեկը կարող է դա անվանել դեզինֆորմացիա։ Այսօր գիտեք, արհեստական ինտելեկտի դարաշրջան է։ Հիմա ինչ-որ ուժեր, եթե ուզենան արհեստական ինտելեկտի միջոցով դեզինֆորմացիաներ տարածեն իրենց քաղաքական մրցակիցների կամ հակառակորդների դեմ, դա հիբրիդային է, թե հիբրիդային չէ։ Այսինքն այդ բառը բերանից ամոն դարձնելու անդադ ասել հիբրիդային, գիտեք, եթե Ռուսաստանը մեր հանդեպ հիբրիդային պատերազմ մղեր, գիտեք, հետևանքները դրա ինչ կլինեին, մենք ինչ խնդիրներ կունենայինք։ Այս խոսույթը շրջանառության մեջ դնելը որքանով կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագային։ Նայեք, ես չեմ լսել դեռևս, որ իշխանություններից որևէ մեկը կոնկրետ հասցել նշի այդ հիբրիդային պատերազմի։ Ռուսաստան հասկացողությունը շատ մեծ է։ Այդ Ռուսաստանի մեջ մտնում են մարդիկ, ովքեր այսօր Հայաստանի Հանրապետությունում ունեն խնդիրներ քրեական օրենսգրքի հետ, լքել են Հայաստանը եւ այնտեղից պայքարում են այս իշխանության դեմ։ Մենք ունենք օլիգարխներ կամ որոշ մեծահարուստներ, ովքեր այնտեղից շահագրգիռ կողմ են հանդիսանում Հայաստանում իշխանության փոփոխության։ Մենք ունենք մարդիկ, ովքեր իրականում ձգտում են չխառնվել այս ամենին։ Եվ կա իշխանություն, Ռուսաստանի իշխանություն, որը որևէ փաստ, որևէ կոնկրետ հասցե այս իշխանությունները եւ որևէ մեկը չի կարողացել նշել այդ հարցի շուրջ։ Հետևաբար, եթե որոշ մարդիկ նշում են Ռուսաստանը կամ իշխանությունները իրենց ելույթների մեջ հյուսիս են դեպի տանում այդ սլաքները, համենայն դեպս այսօր Փաշինյանը գնացել է Պուտինի մոտ հանդիպման եւ ինչ է կարծում հիբրիդային պատերազմ մղող պետության ղեկավարը, պետության, չեմ ասում ինչ որ շրջանակների կհանդիպեր այդ երկրի ղեկավարի հետ, ով իրեն մեղադրում է դրա մեջ, իհարկե ոչ։ Ահա, ուրեմն ստացվում է ինչ որ կան որոշակի ուժեր, որոնք դա անում են, կա որոշակի տեղեկատվություն եւ այդ տեղեկատվության հիման վրա մարդիկ որևէ ինչ որ հայտարարություններ են անում, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի պետությունն է դա անում։ Պետք է դա հստակ մենք հասկանանք։ Ռուսաստանի պետությունը հիբրիդային պատերազմ վարելուց կարող է օգտագործել իր բոլոր գործիքակազմերը։ Ոնց է կարծում, ամենապրիմիտիվ հարցը տամ։ Մենք Ռուսաստանի հետ փաստաթղթով դաշնակից պետություններ ենք։ Մենք Եվրասիական տնտեսական գոտում ենք։ Մեր սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ պահում է ռուսական բանակը։ Մեր երկաթգիծը, մեր ատոմակայանը, գազը, հոսանքը, մեր ուրեմն արտադրությունը, որը Լարսի ուրեմն ճանապարհով գնում է դեպի Ռուսաստան եւ գալիս է։ Դուք ո՞նց եք պատկերացնում, այդ պետության հետ ո՞նց կարող է լինել հիբրիդային պատերազմ։ Ընդհանրապես սա քաղաքական մանիպուլյացիաներ են, խոսակցություններ են, նաեւ նախընտրական բնույթ կրող, որոնք ունեն կոնկրետ հասցեատերեր, ոչ ամենավերին էշելոններում Ռուսաստանի իշխանության, ես վստահ եմ։ Դրա համար այսօր էլ այս հանդիպումը կայանալու է։ Պարոն Բաբայան, Եվրոպական միությունը հիբրիդային սպառնալիքների դեմ աջակցություն ստանալու համար նախատեսված հատուկ խումբ է ուղարկում Հայաստան, նրանք արդեն ապրիլին Հայաստանում կլինեն, սա ինչ նպատակով է իրականացվում ու կրկին ինչ ազդեցություններ կունենա հետագայում։ Նայեք, եթե որևէ ուժ Հայաստանի Հանրապետությունում փորձի դրսից աջակցություն ստանալ, իսկ այդ աջակցությունները ինչպես հիբրիդային պատերազմը լինում են տարբեր ձևերով։ Դա կխանգարի ինքնուրույն իշխանության ձևավորման գործընթացին, որի համար մենք բոլորս պայքարում ենք, որ Հայաստանը լինի ինքնուրույն, ինքնիշխան, ազատ եւ անկախ պետություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշի ով է ղեկավարելու իր երկիրը, այլ ոչ Ռուսաստանը կամ Եվրոպան։ Բայց այդտեղ մի այլ հարց կա։ Այդ վտանգները, որոնք գալիս են դրսից, հնարավոր է նաև գան Եվրոպայից, հնարավոր է գան Թուրքիայից, հնարավոր է գան այլ երկրներից, մենք չգիտենք, եւ ինչքան շատ լինեն դիտորդներ միջազգային կառույցներից, այնքան ավելի լավ կլինի մեր ընտրությունների մասնակցության, կազմակերպման, համաշխարհային հանրության ուշադրությունը այս տարածաշրջանում, որովհետեւ առանց դրա մենք բնականաբար կտրված չենք աշխարհից, մենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ենք, ինչքան էլ հետաքրքիր է այս պահը, որ մենք համ Եվրասիական տնտեսական գոտում ենք եւ Եվրասիական միության անդամ ենք,
նաև Եվրոպայի խորհրդի անդամ ենք եւ Եվրոպայի խորհուրդը իրավունք ունի իր դիտորդներին ուղարկել Հայաստան։ Դա նորություն չի։ Ուղղակի այս ամեն ինչը քանի որ ներկայացվեց այդ հիբրիդային սոուսով, ինքը դառնում է ավելի ցայտուն, ավելի, այսպես ասեմ, կիսասկանդալային, բայց եկեք վերհիշենք, գրեթե բոլոր համապետական ընտրություններին Եվրոպայի խորհուրդը ունեցել է այստեղ եւ ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհուրդը ունեցել են այստեղ դիտորդական խմբեր, մոնիտորինգի հանձնաժողովներ։ Այդ ամենը միշտ էլ եղել է, նորություն չէ։ Իսկ այլ բան ասեմ, որ ԱՊՀ երկրներից նույնպես գալու է դիտորդական խմբեր։ Դա նշ որ միայն Եվրոպայի խորհրդից են գալու։ Եվ այստեղ կարևորը ինչն է, որ Եվրոպան, ինչպես եւ Ռուսաստանը, չփորձեն խառնվեն այդ ընտրությունների արդյունքների վրա, որովհետեւ հայ ժողովուրդն է կրկնում եմ որոշողը, որ ուժերը կգան իշխանության, որ ուժը կհաղթի, ինչ կլինի, ոչ Եվրոպայի խորհուրդն է դա պետք որոշի, ոչ է Ռուսաստանի Դաշնությունը։ Բանվերն իսկ ինչ գնահատական կտակի է ՏՄ-ում անդամակցություն դադարեցնելու եւ Չկա նման բան, ես չեմ հավատում դրան, որովհետև նայեք, բազմիցս ես խոսել եմ այդ հարցի շուրջ, Եվրոմիությունը շատ լավ է, մենք շատ լավ կլինի, որ մենք Եվրոպայի հետ ունենանք շատ լավ հարաբերություններ, շատ լավ կապեր եւ ունենք այսօր, հիմնականում մեր ժողովրդին իհարկե ավելի շատ հետաքրքրում է վիզաների ազատականացման հարցը, բայց կներեք, մենք չենք կարող ռուսական շուկան եւ ԵԱՏՄ շուկան փոխարինել Եվրոմիության շուկայով։ Սա հեքիաթներ են այն ուժերի կողմից, ովքեր մեզ ինչ են առաջարկում, ասում են եկեք գնանք եւ եկեք ընդեղից դուրս գանք, դիմենք ընդեղ, դե պետքա սպասենք, մինչեւ մեզ ընդհանուր կընդունեն։ Բայց այսօր որ մենք հարց տանք, բայց սպասելու ընթացքում մեր կամպոտը, մեր մուրաբան, մեր գինին որտեղ ավաճառվելու, իրանք չեն կարող այդ հարցը պատասխանել։ Բայց ամեն դեպքում դրոշն է, որ գործող իշխանությունը կարծես թե այս ճանապարհով է գնում։ Գործող իշխանություն կլինի այսօր, վաղվա գործող իշխանություն կլինի, ոչ մի իշխանություն չի կարող իր դռները փակել ԵԱՏՄ-ի եւ ռուսական շուկայի առաջ։ Դա կլինի կործանարար Հայաստանի Հանրապետության համար, ավելին որևէ ղեկավար, ասեմ ձեզ, չի էլ կարող փակել ճանապարհները դեպի Եվրոպա, որովհետեւ Հայաստանը այն յուրահատկությունը ունի, որ մենք իրոք խաչմերուկում ենք գտնվում մեծ կայսրությունների։ Այդ կայսրությունները անուններն են փոխվել, բայց դեռ կան։ Եվ այդ կայսրությունների արանքում մենք ապրում ենք, մենք չենք կարող մեզ նման բան թույլ տալ։ Մնացածը քաղաքական շոուներ են, նախընտրական խոստումներ են եւ էմոցիաների ինչ որ խոսակցություններ են, հա, այսինքն որևէ քաղաքական ուժ որ ձեզ ասում է, վայ, մենք պետքա Ռուսաստանից հեռանանք, գնանք դեպի Եվրոպա, կամ այն ուժը, որ ասում է, որ մենք արևմուտքի հետ պետք է գործ չունենանք, նրանք, չգիտեմ, SNN-ն են, մենք պետքա բան, դա էլ երկուսն էլ կեղծ կատեգորիաներ են, կեղծ օրակարգներ են։ Հայաստանը պետք է ունենա բարեկամական, ընկերական, դաշնակցային հարաբերություններ եւ այն կողմի հետ, եւ այն կողմ։ Թե դա ոնց կլինի եւ կստացվի թե չէ, երկու հանգամանքից է կախված։ Առաջինը համաշխարհային քաղաքական իրադրությունից, որ այսօր ամենաբարդն է եւ չի ստացվում, հազիվ է ստացվում, երկրորդը դիվանագետների եւ ղեկավարների մակարդակից ու հնարավորություններից, թե այդ մարդիկ բանակցելու ինչ ունակություններ ունեն։ Բանվերն պետք է խնդրեմ անդրադառնանք նաեւ երկաթուղու կառավարման երրորդ կողմի այս հանգամանքին Փաշինյանի հայտարարությունից հետո վերջինս նշեց, որ դեմ չէ, եթե Ռուսաստանի հետ համապատասխան պայմանավորվածության կան եւ Ղազախստանը ստանձնի այդ պարտավորությունները, դա ինչ ռիսկեր ունի։ Ես կարծում եմ, որ նախ պետք է քննարկել ռուսական կողմի հետ այս հարցը երկաթգծի արդիականացման հարցի շուրջ։ Գիտեք, Ռուսաստանը հսկայական պետություն է, հսկայական ուրեմն երկաթգծային եւ լոգիստիկ հնարավորություններով, անկախ նրանից, որ այսօր ինքը պատերազմում է եւ խնդիրներ ունի, սանկցիաներ են կիրառված։ Ռուսական երկաթուղին աշխարհի եթե ամենամեծը չէ, ապա հնարավոր երկրորդը լինի իր կիլոմետրաժով եւ իր հնարավոր երկարությամբ եւ ինֆրակառուցվածքով։ Հրաժարվել այդ հսկայական ուրեմն ցանցին միանալու հնարավորությունից եւ բանը տալ նպատակահարմարությունը տալ Ղազախստանին, դա կարծում եմ անհեռատես բան է, որովհետեւ Ղազախստանը եկեք չմոռանանք, որ ավելի շատ ինտեգրված է
թուրքական աշխարհի շրջանակներում, այլ ոչ թե ռուսական, նամանան վերջի շրջանի իրենց քաղաքականությունը, իհարկե իրենք էլ մեզ հետ ունեն նորմալ հարաբերություններ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ նախընտրելի է բանակցել առաջին հերթին Ռուսաստանի հետ եւ փորձել լուծել այն խնդիրները, որը լուծելի չեն եւ շահագրգիռ կողմերի միջև բանակցել առաջին հերթին աբխազական ճանապարհի բացման շուրջ։ Օրինակ Հայաստանի ղեկավարությունը պետք է այդ հարցը բարձրաձայնի Ռուսաստանի ղեկավարության առջև։ Իսկ Հայաստանի համար լոգիստիկ առումով ինչ խնդիրներ կարող է առաջացնել, երբ որ այդ երկաթուղին սկսի կառավարել Ղազախստանը։ Լոգիստիկ առումով չգիտեմ, բայց որովհետև նայեք խնդիրը ինչումն է, հա, եթե Ռուսաստանը, Վրաստանը եւ Հայաստանը կարողանան գալ պայմանավորվածության եւ Աբխազիայով ճանապարհը բացեն երկաթգծի, Հայաստանը դուրս կգա շատ լուրջ բլոկադայից։ Հայաստանին պետք չի լինի էլ ոչ մի ճանապարհ, ոչ մի կողմ, բայց քանի որ այդ կիլոմետրային ճանապարհը այդքան կիլոմետրով փակ է եւ չի աշխատում եւ ոչ մեր բաներն են գնում, մեքենաներն են գնում, ոչ գնացներն են գնում, մենք լարսն ենք օգտագործում եւ դրա պատճառով մենք ունենք խնդիրներ, որովհետեւ այնտեղ հսկայական հերթեր են լինում, եղանակային պայմանների հետ կապված մենք ունենում ենք խնդիրներ, իսկ ինչ վերաբերվում է աբխազական ճանապարհին, մենք ունենում ենք հարցերի արագ լուծում եւ շատ ավելի մատչելի ուրեմն տեղափոխում, այսինքն մենք լուծում ենք լոգիստիկ ամենաուժեղ խնդիրը, որը աշխատել է սովետական միության ժամանակ եւ մենք կարողացել ենք Երևանում նստենք գնացք եւ գնանք Մոսկվա։ Հիմա եթե մենք կարող ենք դա անել, ինչի ենք մենք սպասում, որ պետք է ինչ ճանապարհներով այդ գնացքները տանք կառավարումը ուրիշ երկրի, հետո այդ ուրիշ երկրի միջոցով, ուրեմն այդ գիծը սարքենք, գնանք Երասխ, Երասխից Մեղրի, Նախիջևանով, հետո գնանք Բաքու, հետո Բաքուով Դաղստան, հետո Դաղստանով Մոսկվա, եթե մենք կարող ենք ընդամենը Երևան ու մինչև Աբխազիա մեր Վրաստան, մենք Թբիլիսի մինչև Բաթումի գնում է մեր գնացքը, այսինքն մենք ընդամենը պետք է միջազգայինորեն այդ հարցի լուծմանը հասնենք, որ Ռուսաստան-Աբխազիա այդ ճանապարհը բացվի։ Հիմա օրինակ այդպիսի օրակարգ մեր իշխանությունը ձևավորել է, այդպիսի հարցի շուրջ ընդհանրապես քննարկում կա Հայաստանի քաղաքական, տնտեսական, քաղաքագիտական շրջանակներում բացարձակապես չկա։ Ես չեմ ասում դա հեշտ հարց է, որ sense մի հատ Հայաստանի վարչապետը ուզի եւ այդ հարցը կլուծվի, դա այդպես չէ, բայց մեր ազգային ժողովը, մեր կառավարությունը, մեր դիվանագետները այդ հարցով զբաղվում են, թե չէ, այ դուք հարցրեք այդ հարցը, ում օրակարգում է այդ հարցը, այդ օրակարգում չկա, իսկ ինչի չկա։ Այսինքն մենք այդ հնարավորությունը, այդ ճանապարհային քարտեզը նախքին մեր, ոնց որ ասած, ենթակառուցվածքը, որպեսզի Հայաստանի երկաթգիծը միանա ամբողջ ուրեմն ԵԱՏՄ-ի ցանցին չենք քննարկում, մենք քննարկում ենք եկեք հիմա էլ ռուսներից վերցնենք տանք Ղազախստանում։ Վերցնենք տանք, ինչ ադամ է ստալու։ Այսինքն Ռուսաստանը ասելու է խնդիր չի, հա, ինձ պետք չի այդ երկաթգիծը։ Վերցրեք տվեք ինչ որ ուրիշ մարդու։ Խնդիրը Ղազախստանի մեջ չի, այդքան ինչքան այլ երրորդ երկիր։ Ինչի է դա բացատրեմ ինչի։ Որովհետև այդ գնացքի հիմքը դրել են դերևս ցարական իշխանության ժամանակ Կովկասում։ Եվ այսօր իրանցից դա հետ վերցնելը նշանակում է լուրջ հետդարձ քայլ դեպի, հա, մեջքով շուռ գալ դեպի Ռուսաստան։ Իսկ ես չեմ կարծում, որ մեր լոգիկայի մեջ քաղաքական եւ նաեւ տնտեսական կարող է տեղ գտնել Ռուսաստանին մեջքով շուռ գալը։ Իսկ ի՞նչ է նմանատիպ հայտարարություններ հնչում։ Որովհետեւ որոշ լուրջ ուժեր, լուրջ տարածաշրջանային խաղացողներ ձգտում են ռուսական ազդեցությունը տնտեսական առաջին հերթին, հա, վերացնել եւ ներմուծել այլ ազդեցություն, իսկ այդ այլ ազդեցությունը կարող է առաջին հերթին լինել թուրքական։ Պարոն Բաբայան, թրիփին եմ ցանկանում անդրադառնալ, թրիփ կոչվող այս օրակարգում կարծես թե Ռուսաստանը չկար, ամեն դեպքում բանակցություններում չկար, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանում, Հայաստանում եւ առհասարակ հայ-ռուսական հարաբերություններում։ Թրիփը դա մի բան էր, որը հիմնականում արևմուտքի միջոցով իրականացվեց, այսինքն Ռուսաստանը ստեղ այս հարցի մեջ չկար։
Թրիփը նշանակում էր, որ Հայաստան եւ Ադրբեջան այդ խաղաղության օրակարգը չէր վստահվի Ռուսաստանին, ամեն դեպքում ինչու հենց Ամերիկան, ոչ թե Ռուսաստանը։ Դե դուք գիտեք, որ Թրամփի աշխարհաքաղաքական մոտեցումները, իր խաղաղության Նոբելյան մրցանակի ձգտումները, իր այն հայտարարությունները, որ ինքը 8 պատերազմ է կանգնացրել, այդ թվում Ադրբեջան, Հայաստան եւ այլն, այս լոգիկայի կոնտեքստում Միացյալ Նահանգները փորձեցին միջամտել այս հարցին եւ Վաշինգտոնում նախաստորագրվեց, այն ինչը նախաստորագրվեց։ Բայց իրականում թրիփի հիմնական նշանակությունը թուրքական աշխարհի անխափան լոգիստիկ կապի ստեղծումն է, չէ՞, ուզենք թե չուզենք։ Այսինքն Թուրքիայից Նախիջևան, Զանգեզուրի այդ տարածքով դեպի Ադրբեջան գնալու այդ ճանապարհն է։ Հիմա դա լավ է, վատ է, չգիտեմ, տարբեր կարծիքներ կան, բայց հաշվի առնելով հենց այսօրվա իրողությունները, թրիփի նշանակությունը զրոյանում է, որովհետև եթե Իրանում այս գործընթացները չավարտվեն ԱՄՆ-ի ուզած սցենարով, թրիփը Իրանի համար դառնում է վտանգ։ Իսկ մենք լավ տեսնում ենք, որ նույնիսկ արաբական աշխարհում, որտեղ մուսուլմաններ են, Իրանը ընդհանրապես տորմուզներ չունի այդ հարցում, եւ եթե զգում է, որ ինչ-որ մի իր հարևան երկրում ամերիկյան ներկայություն կա, ինչ-ինչ սցենարներով, ինքը հենց հիմա բացահայտ այդ ամերիկյան ներկայության վրա հրթիռներ է ուղարկում։ Օրինակ, որևէ մեկի մտքով կացներ, որ Դուբայում, որտեղ մարդիկ թանկ անշարժ գույք են գնում կամ գնում են որպես աշխարհի ամենաանվտանգ երկիր կյանքը վայելելու, ինչ-որ մի հատ հրթիռ կգա, կխփի եւ կպայթացնի, մարդիկ ստիպված կլինեն փախնել այդ երկրից։ Հիմա այդ նույնն էլ վերաբերվում է թրիփին, այսինքն թրիփը արդեն իր քթի տակ է անմիջականորեն։ Դա ոնց ենք մենք օգտագործելու եւ ամերիկյան ինչպիսի ներկայություն է այդտեղ լինելու, այդ հարցերը պետք է հետագայում արդեն քննարկվեն։ Գուցե քաղաքացիական բանը լինի եւ դա նորմալ ընկալվի, բայց ամեն դեպքում Իրանը շատ այլ ձևով է արդեն մոտենալու թրիփին, քան որ մոտենում էր մինչև այս պատերազմը։ Իսկ եթե հաջողվի ԱՄՆ-ին իրականացնել այն սցենարը, որ իրենք ուզում են, խեղճացնեն Իրանին, ի վերջո փոխեն այնտեղ իշխանությունը, հետ բերեն ամերիկյան սիստեմը եւ նոր ղեկավարություն ձևավորվի, ինչ որ բան փոխվի այդտեղ, հետեւաբար այդ դեպքում ամբողջ Իրանը կդառնա թրիփ։ Էլ այդ թրիփի նույնն է պետք։ Հետագայում Ռուսաստանը եւս կներգրավվի թրիփի բանակցությունների օրակարգում։ Դա կախված է, կարծում եմ, Իրանի պատերազմի ելքից, թե ինչպիսի ելք կլինի, բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ի այն ռազմական բազաները, որոնք դրված էին տարբեր երկրներում, այդ երկրների անվտանգությունը պաշտպանելու համար, այսօր դարձան այդ երկրների համար սպառնալիք, ոչ թե պաշտպանող, որովհետև այդ բազաների պատճառով սկսել են հրթիռակոծել այն երկրները, այն մարդկանց, ովքեր որ ունեին այդ բազաները, եւ ես չգիտեմ, թե հիմա այս ամենից հետո ինչպիսի իրավիճակ կտիրի Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ն կորոշի իր ներկայությունը կրճատել, որոշ տեղեր ինչ-որ բաներ փոխել, թե ընդհակառակը, որովհետև վերջը չի երևում ինչ է լինելու, եւ այս ընթացքում էլի եմ կրկնում, մեր հիմնական հենվելու տեղը ես խոսում եմ թղթերով, գուցե վստահության առումով մեր հասարակության մեջ այսօր լավ չի, ընկալումը Ռուսաստանի հանդեպ հայտնի դեպքերից հետո, բայց ամեն դեպքում մենք ունենք փաստաթղթեր, որը եթե մենք ունենք խնդիր չվստահելու, պետք է վերաստորագրենք, վերաբանակցենք, նոր պայմանագրեր ստորագրենք պետք եղած դեպքում, շարունակենք։ Թեմայի կոնտեքստում Հայաստանում փակվեց նաև հայ-ամերիկյան համալսարանը, ամեն դեպքում դասերը անցան արդեն ձևաչափի, այսինքն ամեն դեպքում Հայաստանում եւս վտանգ կար, թե պարզապես Ես չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, որովհետև Իրանի պաշտոնական բոլոր հայտարարություններում նշվում է, որ այն երկրներում, որտեղ չկա ամերիկյան ռազմաբազաներ, այդ երկրները եւ նամանդ հարևան երկրները թիրախ չեն կարող դառնալ, երկրորդը իրենց արտգործնախարարի վերջի հայտարարությունը շնորհակալություններ հայտնում Հայաստանին, տարբեր հումանիտար բանի հետ կապված աջակցություն, չեմ կարծում տենց բան լինի, դա ուղղակի այդ պետությունների կառավարությունների մոտեցումն է, իրենք վախենում են իրենց քաղաքացիների համար, իրենք չափազանց զգուշ են բոլոր տեղերում պատերազմական վիճակը եւ դուք մի պատկերացրեք, որ
իրենց մտայնությունը հենց այն է, որ կարող է կոպիտ ասած մի հատ հրթիռով խփեն ամերիկյան համալսարանին, ամեն տեսակի սպառնալիքներ կարող են լինել տարբեր տեղերում, դա իրանց մտածելակերպով եւ իրանց ինֆորմացիայով, համենայն դեպս իրանք իրանց զգուշությունն են ցուցաբերում, բայց վտանգի առումով ես չեմ կարծում, որ նման վտանգ կա Հայաստանում։ Եվ ամփոփելով, ինչպիսի գնահատական կտակ մեր ռուսական հարաբերություններին, հիմա ինչ փուլում ենք, արդյոք ճգնաժամային թե ամեն դեպքում զարգացող հարաբերություններ են։ Ոչ են։ Մենք ճգնաժամային վիճակում չենք, որովհետև եթե նայենք ապրանքաշրջանառությունը, եթե նայենք հարաբերությունները այլ ոլորտներում, մենք չենք տեսնի որևէ ճգնաժամ։ Նույնը կարող եմ ասել, եւ դուրս գաս փողոց տեսնես, թե ինչքան ռուս կա մեր քաղաքում ու այդ ռուսներին որևէ մի հայ մտքով նույնիսկ չի անցնի մի հատ թարս նայել, դա արդեն խոսում է նրա մասին, որ այդ օրակարգերը սուտ են, այսինքն հայ-ռուսական հարաբերություններում որևէ ճգնաժամ չկա։ Եվ կա ընդհանրապես դժգոհություններ, հարցեր, նեղվածություն, կապված հիմնականում պատերազմի հետ, որը մենք գիտենք ինչա եւ ոնց է։ Եվ դա արդարացի պահանջները, արդարացի նեղվածությունն է, բայց ել եմ կրկնում, այդ հարցերը մենք ունենք հնարավորություն բանակցելու, հասկանալու։ Երկու եղբայր են իրարից նեղանում, հա, ինչ որ մի ժամանակի ընթացքում, չգիտեմ, չեն խոսում իրար հետ։ Բա հսկայական պետություն է Ռուսաստանը, որը միտեղ արևը մայր է մտնում, միտեղ լույսը բացվում է։ Այդ երկրի հետ մենք պետք է կարողանանք բանակցել եւ կոպիտ ասած լեզու գտնել եւ երկրորդն էլ մենք պետք է հասկանանք, որ ոչ մի երկիր մեզ պարտք չի։ Մենք ինքներս պետք է ոտքի կանգնենք ու կարողանանք օրակարգ ստեղծել։ Ու ելի հիշացնեմ, որ միշտ չի եղել նենց, որ Հայաստանը միշտ լավ է եղել Ռուսաստանի հետ։ Միշտ էլ եղել են խնդիրներ, ուղղակի այս վերջի հարցերը, որոնց պատճառով ձևավորվեց այդ կարծիքները, ամենացավոտ ու ամենադաժանային հայ ժողովրդի համար։ Դրա համար էլ ես կարծում եմ, մեզ եթե անհրաժեշտ է նույնիսկ նոր բանակցություններ, նոր ինչ-որ պայմանագրեր, նոր երաշխիքներ, հա, ասենց ասեմ, որ մենք իմանանք մենք ոնց ենք անում, ինչ ենք անում, բայց այս կոնտեքստի մեջ մենք պետք է մի բան էլ հստակ ֆիքսած ունենանք մեր մտքում էլ, մեր գործի մեջ էլ։ Հայաստանը պետք է լինի անկախ եւ ոչ մի դաշնակից ընկեր բարեկամ պետություն պետք է չխառնվի մեր ներքին կյանքի եւ ներքին գործերի մեջ։ Սա պետք է լինի կարմիր գիծ մեր երկրի ապագա ղեկավարության համար։ Սա է։